Հիմա հարցաքննություն ճիշտ եմ հասկանում։ Ստանդարտ սխեմա է, այստեղ ոչ մի նոր բան չկա, այսինքն գալիս են խուզարկություն, հետո ձերբակալություն, որից հետո ձերբակալել են բերել են Երևանի քննչական, մեղադրանք են առաջադրել, խուլիգանության երկրորդ մաս, հիմա մանրամասն ես դրա մասին խոսեմ, եւ անելու են կալանքի, այսօր հերթապահ դատարանը Աջափնյակն է, ես մեծ հույս ունեմ, այսպես ասեմ, որ մեկ էլ չի պարզվի, որ չէ, հերթապահ դատարանին միանում են այլ դատարաններ, հատկապես Մասիվի դատարանը, որտեղ մենք գիտենք, թե ինչպիսի հետաքրքիր դատավորներ, իսկապես ճիշտ դատավոր է աշխատում։ Աջափնյակում դա հետաքրքիր դատավորներ կամ պահումներ։ Դե ամեն դեպքում ես խուլիգանության արդյոք տեղի ունեցած է այդ մարդկանց արտահայտությունները դուք ինչ եք որակում։ Ուրեմն առաջինը բոլոր քաղաքացիներին մի քանի բան հայտարարություն ունեմ, նաև մեկը Նարեկ Սամսոնյանի անունից։ Առաջինը բոլորին, որպեսզի հասկանան ինչ է կատարվել, խնդրում եմ նրանք, ովքեր որ ցանկանում են, դիտել ոչ թե երեկվա, այսինքն չորեքշաբթի, այլ շաբաթ օրվա հիմնի թողարկումը, շաբաթ օրվա, այսինքն նախագահի թողարկման հաջորդ օրը հեռարձակված թողարկումը 2 ժամ 4 րոպե, այդ 10-15 րոպե։ Թող մարդիկ իրենց հետևությունները անեն։ Սա ինչ է իրենից ներկայացնում։ Ես ասեմ, որ այն մեկնաբանությունները, որ այդտեղ տրվել են Ալեն Սիմոնյանի հետ կապված, բացառապես եւ այդպես է խոսվում է, բացառապես Ալեն Սիմոնյանի կողմից տղաներին, ես ներողություն եմ խնդրում, բայց ես արտահայտությունը պետք է հնչեցնեմ հայոյի աղջի, շան լակոտներ ասել, շան լակոտներ արտահայտության այսպես արձագանք տղաների կողմից։ Իսկ առաջինը դե ինչ ասեմ, իսկ դուք կարծում եք, որ մեր երկրի իրավական պետությունը, որ այդ մասով իրավական գործընթացներ, ազգային ժողովի նախագահ մարդը մեդիա գործունեություն իրականացնող մարդկանց իրենց ոդքասթի համար անվանում է շան լակոտներ։ Մարդիկ էլ արձագանքել են, մեկը մի կերպ է արձագանքել, մյուսը մյուս կերպ է արձագանքել, թող նայն տեսնեն, այդտեղ ինչ է ընդհանրապես խոսվել եւ հասկանան այստեղ առհասարակ խուլիգանության մասին խոսելներ կարող է, թե խուլիգանության մասին խոսելներ չի կարող։ Այս բային հարցաքննությունն ավարտվել է, պարոն Մելիքյան։ Հարցաքննությունը ավարտվել է, այո։ Մեղադրանքն նախ առաջադրվեց, հարցաքննությունը ավարտվեց։ Դե կալանքի միջնորդություն է լինելու, տեղեկացվեց, ինչը շատ այսպես սպասելի էր։ Մի կարևոր բան էլ ասեմ, այստեղ բացի անձի ըստ մեզ ակնհայտորեն ազատության իրավունքի բացարձակ անհիմն սահմանափակման, բացարձակ անհիմն քրեական հետապնդման, նաև առկա է լրատվամիջոցի գործունեությունը փաստացի դադարեցնելու բաղադրիչ։ Ի տարբերություն նախորդ քրեական հետապնդման, որը նույն հոդվածով էր 1.5 տարի առաջ, դա չարեցին։ Ես կարծում եմ այստեղ Չէ, խոսքը տեխնիկական կողմին է վերաբերում։ Արդեն մամուլից կարծում եմ դուք տեղյակ եք, որ ողջ ուրեմն տեխնիկան արգրավված է անցիֆել։ Ողջ տեխնիկան, որը ինչպես են բնորոշել բնութագրել արգրավը։ Դե դատարանի որոշում կա, որի հիման վրա մենք մեր կարծիքը ունենք, որը մենք դա համարում ենք ոչ իրավական, բայց մենք ընդհանրապես կարող ենք կարծիք հնչեցնել, հայտարարություն հնչեցնել, որոշում կայացնողը գործողություն կատարող քննիչն է եւ մյուս մասնագետը քննիչն է առաջին։ Հիմա ես ուզում եմ այստեղ նաեւ Նարեկ Սամսոնյանի անունից ասեմ, որ Նարեկ Սամսոնյանը հայտարարում է, որ ինքը խնդրում է եւ կոչ է անում բոլոր մարդկանց, ովքեր որ այս ընթացքում մենք գիտենք, ոդքասթը հեռարձակվել է մարդկանց նվիրատվությունների, նվիրաբերությունների հաշվին, որ խնդրում է ուշադիր լինել, համապատասխան հայտարարություններ կարվեն, չգիտեմ, կարծում եմ անցիֆեյքի աշխատակիցները կանեն, գուցե ես անեմ, այս բանը չեմ կարող ասել, բայց չպետք է իրենց նպատակին հասնեն եւ անցիֆեյքը իր գործունեությունը դադարեցնի։ Տեխնիկական խնդիր կա այստեղ լուծելու նյութական մաս կա։ Պարոն Մելիքյան, այս տղաների հնչեցած արտահայտություն դուք որպես իրավաբան ինչ եք գնահատում։ Ես նաև որպես պաշտպան։ Ես որպես Նարեկ Սամսոնյանի պաշտպան ինձ թույլ եմ տալիս գնահատել Նարեկ Սամսոնյանի արտահայտությունները։ Նարեկ Սամսոնյանը առաջին որևէ հայհոյակ չի հնչեցրել եւ նրան չի մեղսագործում։ Նարեկ Սամսոնյանը երկրորդ այն ձևակերպումները, որ իրենց թույլ է տվել, ուղղակի չի կարող անպարկեշտ արտահայտություն իմ համոզմամբ ուրեմն որակվել եւ ինչ էլ որ ասել են նորից եմ ասում սա է կարեւորը խուլիգանության համար որն է կարեւորը մարդու մոտիվացիա
այսինքն հասարակության ուղղված արարքի։ Մարդիկ պատասխանում են իրենց ուղղված, ես ստիպված եղա այդ արտահայտությունը հնչեցնել Ալեն Սիմոնյանին, որտեղ մարդիկ պետք է հասկանան ինչին են արձագանքել։ Դուք պատկերացրեք մարդկանց ազգային ժողովի նախագահը նման արտահայտություն է անում։ Բա ինչ են ուզում, այսինքն իրենք կարող են ցանկացածին վերջի ձևով ամենավերջի բաները ասել, մարդու ինքնասիրության հարց է սա։ Այսինքն վիրավորանք է կարող եք դիտարկել, բայց ոչ խուլիգանություն։ Իրենց կողմից մի պատկերացմամբ, օրինակ Ալեն Սիմոնյանը շատ է սիրում, կարող է մտնել քաղաքացիական դատավարության կարգով, այդ ժամանակ դատավարություն կլիներ, դատարանը կպարզեր քաղաքացիական կարգով, թե բա դու ասել ես, բա ինչ էիր ուզում, բա առաջինը դու ես ասել եւ այլն, բայց քերականի մասին այստեղ խոսք ունել չի կարող, ազատ խոսքի սահմանափակում եւ նախորդ անգամ իսկ արդեն եղան հայտարարություններ, ես ակնկալում եմ, որ այս գործը նույնպես կլինի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային իրավապաշտպան եւ այլ կառույցների ուշադրության կենտրոնում, այն ինչ որ նորից եմ ասում, բոլոր նրանք, ովքեր որ ուզում են հասկանալ, մեղադրանքը վերաբերում է բացառապես նախավերջի իմնելնի մի 20 րոպե, 4 րոպեից սկսած այդ հատվածը։ Հրապարակային բան է այդ, ոչ մի այստեղ բան չի կասում։ Ամեն ինչ հրապարակային է։ 2 րոպե, 2 ժամ 4 րոպե, 2 ժամ 4 րոպե։ Մինչև 20 րոպե մոտարապես։ Նա դուք լսեն Արեն Սիմոնյանին հետ կապված Վազգենի եւ Նարեկի արձագանքը։ Եթե դա հանցագործություն են համարում, ուրեմն գիտեք, ասվում է, որ ով որ իշխանություն ունի, ում ինչ ուզի կարող է ասել, պատասխան ստանա, ուղարկեն դիմակավորված ԱԱԾ-ականներ։ Ազգային անվտանգություն, սա է ուշադրություն դարձնել, ազգային անվտանգության ծառայության խնդիր է սա։ Այ ես այդ եմ ուզում հարցնել, ենթադրենք քաղաքացին մեղադրվում է, եկել են նման կերպ, դա իրավաչափ է, նման կերպ։ Ես համարում եմ ոչ իրավաչափ։ Ես համարում եմ առհասարակ խոզարկությունների խնդիր չկա։ Մարդիկ տեսնում են հրապարակային ամեն ինչ ցանցով, նախորդ դեպքերի միջի չէ այդ խոզարկություններ անում։ Պարզ է, որ այստեղ խոզարկությունը անձին ցավացնելու, վատ ինչ-որ վիճակում դնելու, առավոտ շուտ նեղություն տալու միջոց է, որտեղ անցել անգամ լրիվ նույն բանն է եղել, անցել անգամ եղել։ Էլի ինչ-որ արտահայտություններ են եղել, որի համար քրեական վարույթ էր նախաձեռնվել, մարդկանց այսպեսի բաներ չէ, խոզարկություններ չէին արել։ Օրինակ օֆիս եկել էին, շատ այսպես ցիվիլ ձևով դեպքի վայրի զննություն էին արել։ Նայել են, հա, այստեղ ա եղել էս հաղորդումը, այստեղ ա եղել, արձանագրում ենք, որ այստեղ ա եղել, այլ ոչ թե չգիտեմ, Համզաչիմանում ա եղել, հետեւաբար Երևանի դատարանը պետք է։ Պարոն Մելիքյան, ես ուզում եմ հասկանամ, այս ձերբակալությունը, հետո վարույթը բողոքի հիման վրա է, թե հեռարձակված նյութի։ Չէ, հեռարձակված նյութի հիման վրա է, բայց ոնց է վարույթ իրականացնող մարմնի տրամադրության տակ հայտնվել, դա չենք կարող ասել։ Այսինքն եղել է հանցագործության մասին հաղորդում օրինակ Ալեն Սիմոնյանի կողմից, թե ինչպես շատ հաճախ է լինում, ինչ որ մի ոստիկան ասում է, ես դիտարկում եմ, մոնիտորինգ եմ անում, մեկ էլ sense բան տեսա, այդպես էլ է լինում։ Ինչու եմ ասում, որովհետև հաստատել է, որ իրավապահներին ասել է դուք էլ դիմեք։ դատարան Ինչ է ասել։ Ասել է դուք էլ դիմեք իրավապահներին այս գործի առնչությամբ երբ իրեն Այ դուք չեք պատրաստվում, Նարեկ Սամսոնյանը չի պատրաստվում դիմել դատարան, դիմել իրավապահներին, ոչ դատարան, իրեն շանլակոտ ասելու համար։ Չէ, ես հիմա գիտեք ինչն է հարցը։ Այստեղ խնդիրը այն է, որ դիմես չդիմես արդյունքը ո՞րն է լինելու։ Մենք տեսել ենք, չէ՞։ Երբևէ մենք տեսել ենք, որ ինչ որ հանցագործության մասին հաղորդումներ կայացված լինի եւ արդյունք ունենա։ Մենք չենք մեր երկիրի իրավական պետության հատկանիշները հենց մենակ սա ցույց է տալիս։ Մարդիկ տեսնում են, չէ՞, ինչեր են արձագանքում։ Մարդիկ տեսնում են, չէ՞, հրապարակային ազգային ժողովի նախագահ լինելով նման արտահայտություններ։ Բա մարդիկ տեսնում են, չէ՞։ Հիմա մենք դիմենք, չդիմենք։ Ինչ։ Ինքը օրդորել է, թող բոլորն էլ դիմեն, լավ էլ մարել, դիմել եմ իրավապահներին։ Հաղորդում տալու հետ կապված հարցերի։ Ուրեմն ինքն է հանցագործության մասին հաղորդում տվել, ինչ ասի։ Դե ստացվում է, որ դուք եք կարող եք դիմել։ Չէ, բայց որ մենք դիմենք, արդյունքը ինչ է լինելու։ Կարող է դիմենք, կարող է չդիմենք, խաղաները պետք է որոշեն, բայց իմ ասածը այն է, որ խնդիրը այն է, որ հանցագործության մասին հաղորդումը դա շատերի կողմից դեռ համարվում է արդյունավետ միջոց։ Գուցե ճիշտ է առանձին դեպքերում դիմելը, բայց իմ պնդումն այն է, որ մենք չենք տեսել արդյունավետությունը հանցագործության մասին հաղորդումների։ Լավ օրինակ հենց այս Երևանի քննչականում ենք, չնայած Երևանի քննչականը կապ չուներ դրա հետ, բայց Երևանի քննչականից դուրս եկա, ոստիկանության ծառայողներ են։ Սա ամեն Վարդանի դեպքստանից 150 մետր դիմեցինք, ինչ եղավ։ Այդ մարդիկ քրական հետապնդման ենթարկել, դիմեցինք։ Խոշտակման դեպքեր, ես էլ բան չի, ենթադրյալ հայհոյանք, ենթադրյալ վիրավորանք չի, խոսքի հարց չի։ Մարդու նկատմամբ այլանդակ խոշտանգում էին արել։ Դիմեցինք, հետո 150 մետր հեռավորության վրա էր։ Քննչականից դուրս եկա, քննչականը չէր, ոստիկանության ծառայողները։ Որևէ մեկի նկատմամբ քրական հետապնդում։ Քոնը այն մարդիկ, ովքեր որ պարտավոր են հետևել, որ այդ մարդու նկատմամբ ոչ մի ապօրինություն չլիներ։ Շնորհակալություն։